Ահա նա Հայաստանի 14-րդ վարչապետը իր դրայվով։ Կարեն Կարապետյանի խորհրդարան ուղեկցեց ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ու ցույց տվեց վարչապետի տեղը։ Նախարարների պաշտոնակատարներն արդեն նստած են կազմ պատրաստ։ Լրագրողների օթյակում ուսումնասիրում են նախարարների դեմքերն ու քննարկում, ով կմնա, ով կգնա։ Չնայած նորանշանակ վարչապետը դահլիճում էր, բայց առաջին մի քանի հարց տվող պատգամավորները ոլորտային հարցեր ուղղեցին։ Առաջինը Լյուդմիլա Սարգսյանն էր, որ դիմեց նորանշանակ վարչապետին, այն էլ ընթերցելով երկու ծրագրերի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ու կադրային քաղաքականության վերաբերյալ։ Մոտավորապես ինչ կաբինետ եք ձևավորելու եւ Վարչապետը հայտարարեց, որ կադրային քաղաքականությունը լինելու է պրոֆեսիոնալ, այսինքն կընտրվեն պրոֆեսիոնալները եւ ոչ թե կուսակցականները։ Կոռուպցիայի դեմ կշարունակեն պայքարել օգտագործելով նախորդ կառավարության ծրագրերը եւ անհնար կլինի տնտեսությունը շատ արագ ոտքի կանգնեցնել։ Մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա։ Եվ այս պահին ես կարող եմ ասել, եթե մենք ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություն անենք, մենք պետք է համակարգային փոփոխություններ անել։ Համակարգային փոփոխություններ։ Ռեալ մեր տնտեսության վիճակը բաց ազնիվ ասում եմ, շատ ծանր է։ Չափազանց ծանր է։ Մեկ այլ պատգամավորի հարց թեական էր, այսինքն եթե վարչապետին ավելի բարձր աշխատավորցով ռուսական մի մասնավոր ընկերություն գործ առաջարկի, կհրաժարվի վարչապետի պաշտոնից։ Կարեն Կարապետյանը նկատեց, որ հարցի մեջ մեղադրանք կա։ Ձեր հարցի մեջ մի ենթադրություն կա, որ ես քաղաքապետի պաշտոնից գնացել եմ այլ բարձր աշխատավարձով աշխատանքի։ Բայց եթե դուք հիշում եք իմ հարցազրույցի մեջ, դա այդպես չի նշվել։ 1. Երկրորդը, այսօր ես տեղափոխվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնի, այդ եկամուտների տեսակետից շատ ավելի ցածր աշխատավարձի։ Վահան Բաբայանին հետաքրքիր էր վարչապետի մոտեցումը ինովացիային եւ արևային էներգիայի օգտագործմանը։ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ տնտեսությունը այլընտրանքային էներգիայի օգտագործման պոտենցիալ ունի եւ պատրաստ է քննարկել ցանկացած խելամիտ առաջարկ։ Վարչապետը հայտարարեց նաեւ, որ առանց տվերի դեմ պայքարի անհնար կլինի տնտեսությունը ոտքի հանել։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը բանաձև ունի առանց տվերի դեմ պայքարելու, վերարտադրվելու ոչ։ Փորձելու ենք մենք դա անենք, թե ոչ, այո։ Կհաջողվի մեզ, կտեսնենք։ Տրամադրված ենք շատ վճռական, որովհետև ուրիշ ձև գոյություն չունի։ Եվ Հայաստանի տնտեսության համար ամենացավոտ հարցը Նայրիտի գործարկումը։ Վարչապետը չթաքցրեց, որ այս պահին ներդրողներ կան, որոնց հետ նույնիսկ հանդիպում է նշանակված, բայց Նայրիտում ներդրումները պետք է լինեն պատճառաբանված ու 10-ից 15 տարվա բիզնես պլանով։ Մենք մի օր պետք է իլյուզիաներից հրաժարվենք եւ նստենք թուղթ ու գրիչով խոսենք։ Մենք երրորդ թե չորրորդ փորձն ենք արել։ Այդ երրորդ թե չորրորդ փորձը թե բյուջեի, թե այլ ճյուղերի վրա բավականին մեծ թիվ է նստում։ Եվ հերթական փորձը նույնպես փողը մատնել մի բանի մեջ, որը որ գուցե ապագա չունի, կարծում եմ այս պահին չափից դուրս ռիսկային է։ Կառավարության հարց ու պատասխանից հետո նորանշանակ վարչապետն ու նախկին կառավարության անդամները խորհրդարանը լքեցին հետնամուտքով։ Հավանաբար պաշտոնակատարները իրենց մնալ-չմնալու հարցին վարչապետը նրանց թողնել-չթողնելու հարցին չպատասխանելու համար։ Զոհրաբ Հարոյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։